Պրոդյուսեր, շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանը, նրա կինը Լիլիթը և փոքրիկ որդին՝ մեկամյա Տիգրանը, ինչպես արդեն հայտնի է, մեկնել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրանց վերադարձի մասին տեղեկացանք երեկ, երբ իրենց ընտանեկան ինստագրամյան էջում հրապարակեցին հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես են նրանց ջերմորեն դիմավորում Հայաստանում։ Առաջարկում ենք դիտել հուզիչ և ջերմ հոլովակներն առանց մեկնաբանության։ Մելիքյանների ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հանրությանը բազմիցս հետաքրքրել է նրանց ընտանեկան միջանձնային հարաբերությունները։ Դուստրերից ավագը՝ Էլիզը Life-room հաղորդման շրջանակներում անկեղծորեն խոսել է։ Հասուն տարբեր մարդիկ սկսում են ապրել նույն հարկի տակ։ Մի կողմից կյանքի որակի լավացում, մյուս կողմից այդ նոր ընտանիքում պետք է ունենաս քո խոսքը։ Ինչպես է տրվել Էլիզային այդ փուլը։ Ես բնավորությամբ հեշտ մարդ չեմ, շուտ եմ նեղանում, իսկ Ստելլան ինձ է քաշել։ Մաման էլ պապան էլ փորձել են մեզ շուտ ինտեգրել դժվարությունների ընթացքում։ Միշտ էնպիսինն եմ եղել, որ ինձ ինչ-որ բան մերժել են, ես նեղվել եմ և կարող է մի 2 օր նեղանայի ու սենյակից դուրս չգայի։ Իրենք շատ են օգնել, որ ես այդ էտապից դուրս գամ։ Ստելլան էլ է ինձ օգնել։ Ինչքան էլ տարիքով փոքր է, միշտ եկել ասել է Էլիզ, բայց իրենք քեզ շատ են սիրում, դու դրանից մի նեղացի։ Քեզ համար են ասում, ինչ ասում են։ Մաման ինձ շատ ընկերուհի է։ Ծնող է, բայց մենք իրար հետ ընկերուհիների պես ենք։ Որովհետև ինքը ինձ տեղեր կան խորհրդի նման ասում է, գիտես Էլիզ, ես օրինակ այս իրավիճակում այսպես կանեի։ Դա ինձ օգնել է, որ նրանք ինձ մեծի նման են ընդունել։ Երբ իմացավ, որ ուզում են որդեգրել իրենց, ինչպես ընդունեց Էլիզը լուրը և համաձայնվեց։ Հիմա կոպիտ է հնչում այն, ինչ որ ասում եմ, բայց շատ մարդիկ են մեզ որդեգրելու ցանկություն ունեցել։ Ես էլ, Ստելլան էլ ի սկզբանե դեմ ենք եղել որդեգրությանը։ Մենք մտածել ենք իրար ունենք և վերջ։ Ստելլան, երբ արդեն Արամի հետ կապվեց, դեռ չէի ճանաչում ես։ Նա միշտ նկարներ էր ցույց տալիս, իրենցից էր պատմում, ասում էր, որ լավ տեղեր են գնացել, որ շատ լավն են իրենք։ Նա շատ ջերմ պատմում էր, ես ուրախանում էի, որ նրան երջանկացնող մարդիկ կան։ Աշխատանքից գալիս էի, ոչ մի բանից տեղյակ չէի, սպասում էի այդ հանդիպմանը։ Քանի որ ինքս չէի տեսել։ Ես որ ծանոթացա, հուզված էի, չէի պատկերացնում, որ ամեն ինչ լուրջ է և որ այդքան արագ զարգացավ ամեն բան։ Շատ եմ սիրել իրենց։ Ստելլայի հետ խոսելիս ասում էր, Լիլիթը շատ լավն ա, բարի ա, ինձ շատ ա գրկում, սիրում։ Ես Ստելլային ասեցի դու որոշի։ Իրականում այն տարիքում չեմ եղել, որ ունենայի այդ միտքը։ Ես այդ շրջանում արդեն աշխատում էի և փորձում էի ինքս իմ նպատակները գծել։ Ստելլան փոխեց համ իմ, համ իր, համ ծնողների կյանքը։ Մենք որդեգրության մասին մտածելիս կարծում էինք, որ կբաժանեն մեզ իրարից, բայց ոնց տեսնում եք, այդպես չեղավ։ Հատուկ կենտրոնից տեղափոխվելը հոգեբանորեն ինչ դժվարություն է իրենից ներկայացրել։ Իմ միջավայրն էր, այդտեղ եմ մեծացել 8-ից 9 տարի։ Սակայն լավ է, երբ գիտես քեզ տանը սպասող կա, իսկ այնտեղ չէին կարող 20 հոգու անհատական սպասել։ Այստեղ գիտես, որ տուն ես գնում, քեզ սիրող, սպասող կա, քեզ համար հաց են սարքել։ Դա մի ուրիշ զգացողություն է։ Դրա համար չեմ կարող ասել, որ հատուկ կենտրոնում ինձ ինչ-որ պահող բան կար։ Ես էմոցիոնալ մարդ եմ, ամեն ինչից նեղվել եմ և հաճախ վեճերի մեջ եմ եղել, բայց փորձել եմ հաղթահարել, իրենք էլ են ինձ օգնել։ Անցումային շրջանը հեշտ է եղել, հարմարվելն է դժվար եղել։
Հետո էտապ զրույցներով, աղոթքներով հաղթահարել եմ։ Գաղտնիք չէ, որ Արամ Մելիքյանի ընտանիքը ամենաքննարկվածն է հանրության շրջանում։ Սա հայկական շոու բիզնեսի այն եզակի դեպքերից է, երբ բացասական կարծիքներ գրեթե չկան ընտանիքի մասին։ Մամ, ես ինձ նոր ջինս եմ առել։ Լիս, հանդը սենց արա։ Սենց։ Սենց։ Պետք է հավաքել վեշերես տնից ու գնալ։ Շոտ։ Ձեզնից ով է ավելի ռիսկային։ Ձեզանից ով է հեշտ վստահում մարդկանց։ Ձեզնից ով է նպատակասլաց։ Ձեզնից ով է ավելի շատ ուտում։ Ձեզնից ով է տնարար։ Թերի պապայի վրա։ Ամպերի, թերի, դավը, թերի։ Ասա մեկ, Երկու։ Արա, կանգնի, արա կանգնի։ մեկ, Կանգնի, մեկ, երկու, արի։ Մամայի մոտես ուզում, արի, մեկ, թերի, ասի, թերնում ես, այս կեր, արի, թերնում, մեկ, երկու, արի բոբոն, Hey, դիշոտ դիկար գրնեից պապան, դիշոտ, տերը, միատը, արի, օբա, արի, He likes to love that cat, huh? Hey, thank you, my brother. Thank you so much. I appreciate the love, man. I'm just out here trying to rock, man. Thank you so much. Hey, little beautiful baby. I know I'm not the cat, but how's it going? You all right? You're doing good, huh? Let's go. You ready? Come on. Come on. Yeah, come on, hey, come on. Yeah, one day at a time, come on, hey. Yo, come on, hey. This life is pain, constant struggle be strained.